Թող Աստծո անունը փառավորվի, քույրեր ջան, եղբայրներ ջան, անկախ ամեն ինչից, անկախ ամեն հանգամանքից, պատճառից, մենք ուշանում ենք, թե շուտ են գալիս, բայց ես հաստատ համոզված եմ և վստահ եմ, որ Աստված Հիսուս Քրիստոսը այն ժամին, որ մենք պետք է մեր պաշտամունքը սկսենք, ինքը այստեղ ներկա է։ Ու մենք այսօր քույրեր ջան, եղբայրներ ջան, մենք գտնվում ենք Աստծո ներկայության ներքո։ Ընխաչյալ հարուցյալ Հիսուս Քրիստոսը այսօր որ ինձ ու քեզ կյանք ա տվել, ինձ ու քեզ այս աշխարհի տիղմից, անօրենությունից հանել ա, այսօր ինքը ստեղ ներկա է։ Եկել ա ու սպասում ա իմ ու իր հանդիպմանը։ Ու այդ հանդիպումը մեզանից ա կախված, քուրս ու աղբերս։ Աստված ամեն ինչ անում ա, որ մարդը գնա դեպի իրան։ Աստված ամեն ինչ անում ա, որ մարդը իրան ճանաչի։ Աստված ամեն ինչ անում ա, որ մարդը իրան վստահի։ Բայց այսօր ես եկել եմ իմ ծանրություններով, այսօր ես եկել եմ իմ հոգսերով, այսօր եկել եմ իմ խնդիրներով, թվում ա թե հնար չկա, լուծում չկա, հնարը կա, լուծումը կա, որն է վստահել Աստծուն։ Երբ որ կարդում ենք քույրեր ջան, եղբայրներ ջան, Հայտնություն 22-րդ գլուխ 7-րդ խոսքը կարդամ աղոթքից առաջ ու կանգնենք աղոթքի, տեսեք Աստված ինչ ասում։ Ասում է, ահա շուտով գալիս եմ։ Երանի նրան, որ այս գրքի մարգարեության խոսքերը պահում է։ Տեսեք ժողովուրդ ջան, այսօր եւս մեկ անգամ Աստված ինձ ու քեզ զգուշացնում է, ասում է շուտով գալիս եմ Ենոք, շուտով գալիս եմ, իմ գալուստը չի ուշանալու, դու պատրաստ ես, դու պատրաստ ես, այսօր Աստված ասում է ես շուտով գալիս եմ, քո հավատքը ինչի վրա ես կառուցել, Աստծո խոսքի, քո հավատքը կառուցել ես ին վրա, Հիսուս Քրիստոս վեմի վրա, թե քո հավատքը կառուցել ես խոտի վրա, եղեգի վրա, որ մի օր այրվելու է։ Այսօր ամեն մեկս քուրս ու աղբերս կարանք հարցաքննություն անենք, իմ հավատքը ինչի վրա է կառուցված։ Այսօր կարողանում է խնդիրը ինձ իմ հավատքից շեղի։ Այսօր կարողանում է խնդիրը ինձ իմ աստվածպաշտությունից շեղի։ Այսօր կարողանում է եղանակը կտրի ինձ իմ աստվածպաշտությունից։ Մենք ամեն մեկս կարանք քննենք մեր ներսը։ Այսօր իմ կյանքում թագավորում է խաչյալ հարուցյալ Հիսուս Քրիստոսը, այդ Աստծո խոսքը, որ ինձ մաքրեց, սրբեց, զորացրեց, այսօր ինձ առաջնորդում է, այդ խոսքն է իմ կյանքում թագավորում։ Թե ամեն վարքյան սպասում եմ, երբ է նպաստի թոշակի օրը գալու, որ ես ինձ երջանիկ զգամ։ Այսօր մեկի հետ խոսում եմ, ասում է ես չեմ ուզում մեռնեմ, ինքը աղքատ մարդ է, ասում է այս կյանքը լավ է, ասում եմ գիտես ինչ, այս կյանքի մեջ լավ բան ինչ կա, շատ աղքատ մարդ է, դե ասում է գիտես ինչ, ուտում եմ, խմում եմ, աշխատում եմ, փողը ունեմ, մեռնեմ, ինչ անեմ։ Այսօր շատերն է ձև են մտածում, քույրեր ջան, եղբայրներ ջան, հոգևոր մարդը, եթե աշխարհի չի հոգնել, այս մարդը լասում չի գնացել։ Հոգևոր մարդը, եթե ինքը մտածում է հոգևոր, ու ինքը այս աշխարհի չի կտրվել, արմատախիլ չի եղել, այս մարդը Աստծուն չի հանդիպել։ Այսօր առավոտ ես շնորհակալ եմ Աստծուց, էլի Աստված հստակ հետս խոսած։ Երբ որ առավոտյան գործի է գնում, մի հատ միտք Աստված հստակ բացեց, նոր եղբոր հետ այդ միտքի մասին է խոսում։ Ու հիշեցի, Աստված հիշեցրեց Իսրայելը, երբ որ Եգիպտոսից դուրս էր գալիս, Աստված ինչ ասավ, ասավ ամեն մեկը ձեր հարևանների ոսկեղենը վերցրեք, ճիշտ է, ու այս մարդիկ այս հարևանների ոսկեղենը վերցրեցին ու դուրս եկան Եգիպտոսից,
Ու բերեք մի պահ հիշենք, որ ոսկե հորթը կառուցեցին, այդ ոսկեղենը օգտագործեցին այդ ոսկե հորթը կառուցելու համար։ Ու գիտեք Աստված ինձ ինչ բացեց, որ այն ինչը որ մարդը աշխարհից է վերցնում, աշխարհից վերցրել է ու պահում է, երբեք աշխարհի վերցրածը չի կարա Տիրոջը փառք բերի, չի կարա պիտան եղնի Տիրոջը։ Ու այսօր Աստծո խոսքը ինձ ու քեզ զգուշացնում է, ասում է շուտով գալիս եմ քո հետևից, ասում է երանելի ես դու, որ այս գրքի մարգարեության խոսքերը պահում ես։ Այսօր քննի քո ներսը, այսօր ինչ եմ ես պահում, իմ հոգին ինչով է ուրախանում, իմ ներսը ինչով է ուրախանում, վերջապես իմ ներսը ինչով է ցնցում, քրոս ու աղբերս։ Այսօր ես պետք է քննեմ դա, որ իմ գալը աննպատակ չեղնի, որ իմ ստեղ գալը իզուր չեղնի, որ իմ աստվածպաշտության վերջը ունայնություն չեղնի, որ իմ աստվածպաշտությունը դատարկ չեղնի։ Այսօր ես կարամ Հիսուսի մասին տեղյակ եղնեմ, ես կարամ Հիսուսի մասին լավ պատմեմ, բայց գիտես ինչ, այդ Հիսուս կյանքի հետ ես հաղորդ չեղնեմ, ումա պետք։ Այսինքն իմ ներսը դատարկ է, ու Աստված ասում է ես գալիս եմ, ուզում եմ քո ներսում տեսնեմ այն խոսքը, որ այն խոսքը քեզ մաքրեց, սրբեց, այդ խոսքը դու ամուր պահել ես։ Կա այդ խոսքը թե չկա։ Այսօր մարդու ներսում, քույրեր ջան, եղբայրներ ջան, բույն դրած մի հատ գազան կա, որ մարդուն տանում է դժոխք։ Ու Հիսուսը հայտնվեց իր արյունով այդ գազանին իմ ու քո ներսից հանեց, վտարեց ու մեր ճանապարհը ուղղորդեց ուր դեպի հավիտենություն։ Դեպի հավիտենություն։ Երբ որ կարդում ենք Հովանու ավետարանը, Աստծո խոսքն ինչ ասում, ասում է ամբողջ աշխարհը կենում է չարության մեջ, բայց Հիսուս Քրիստոսը այդ չարին հաղթեց, այդ չարությունը իմ եւ քո ներսից հանեց, մեզ հավիտենական կյանք տվեց։ Բայց այսօր շատերս չեն գնահատում։ Ու այս առավոտ Աստված ինձ եւ քեզ բերել աստեղ, որ մի պա քննեմ իմ ու քո ներսը, դու քո ներսը քննի, որ հենց հիմա Հիսուս Քրիստոսը գա, ինչ է եղնելու իմ վիճակը։ Մարդու համար ամենակարևոր բանը դա է, քուրս ու աղբերս։ Իմ ու քո կյանքում ամենակարևոր հարցի լուծումը դա է։ Արդյոք ես իմ փրկության հարցը լուծել եմ։ Եթե չես լուծել, հենց հիմա է։ Եթե չես լուծել, հենց այսօր է։ Եթե չես լուծել, դու քո կյանքում կարևոր բան ես կորցրել։ Հետո փոշմանելու ես, բայց էլ հնարավորություն չի եղել։ Հետո փոշմանելու ես, երբ որ իրավիճակը գա, որ դու հայտնվես քո հավիտենությունում, ու քո հավիտենության մեջ բացակայի խաչալ հարուցյալ Հիսուս Քրիստոս ներկայությունը, այսինքն քո հավիտենությունն եղնելու է դժոխքը։ Այն ժամանակ շատ ես փոշմանելու, այն ժամանակ շատ ես ասելու ես այս ինչ հիմարություն եմ արել, կներեք ես բառիս համար, որ այնքան հնարավորություն ա եղել, որ Աստծո խոսքը ամուր բռնեմ, որ հնարավորություն ա եղնելու, որ զղջամ, կարդամ, ապաշխարեմ, այն Աստծո մարդկանց խոսքին ակաշ դնեմ, գնայի եկեղեցի, գնայի սրբուսման ճանապարհով, բայց չեմ արել, այդ ժամանակ ուշ ա եղնելու։ Աստված չանի այդ օրը ես եւ դու փոշմանենք։ Դրա համար Աստված ինձ ու քեզ զգուշացնում է, ասում է ահա շուտով գալիս եմ։ Պատրաստ ես։ Դու որ ասում ես Հիսուս Քրիստոս, ես քեզ եմ վստահել, ես քեզ եմ ապավինել, ես քեզ եմ ուզում, արդյոք քո հոգու ներսում, հիմքում ընկած է իմ խոսքը։
Արդյոք դու չես կարողանում առանց ինձ օրդ անցկացնես։ Բայց բերեք անկեղծ եղնենք, քանի օր է, քանի ամիս է, քանի ժամ է, իմ կյանքում այդ Աստծո ներկայությունը չկա, աղոթքի կյանք չկա, Աստծո խոսքի ծարավը չկա, ու ես շատ հանգիստ եմ, ու ես շատ ապահով եմ, ու Տերը ետ որ գա այդ վիճակի մեջ, ինչ աղնելու է վիճակը։ Այսօր մենք պետք է հաստատվենք քույրեր ջան, եղբայրներ ջան։ Այս աշխարհը ժամ առ ժամ կորուստ է գնում։ Բայց Աստված ինձ ու քեզ ողորմացել է, իմ ու քո հոգու աչքերը բացել է, որ ավետարանը կարդանք տեսնենք վերջի ժամանակներում ինչեր է եղնելու։ Ու հերթականությամբ սաղ եղնում է։ 3 օր առաջ գիտեք, երբ որ մորգում էի, 12 մեռել կային, բայց այդ օրը ծնվել էին 3 թե 4 հոգի։ Պատկերացնում եք, մահ տարաժամ, պատերազմներ, երկրաշարժեր, սովեր, ու սա ցավերի դեռ սկիզբն է։ Բա ինչ ա եղնելու ցավերի ընթացքում, ինչ ա եղնելու ցավերի վերջում։ Եթե իմ ներսում չկա այդ խոսքը, ես խուճապահար եմ եղնելու, ես դռնեդուռ եմ ընկնելու, ես չեմ իմանալու ոնց առաջնորդվեմ, բայց այսօր Աստված ինձ ու քեզ բերել աստեղ, որ քննեմ իմ ներսը, վերջապես տեսնեմ իմ ներսում ով է թագավորում։ Եթե Հիսուս Քրիստոսն է թագավորում, ես պետք է տարբերվեմ այս աշխարհից։ Ես պետք է այս աշխարհի համար մի հատ ուրիշ մարդ լինեմ։ Մարդը պետք է այդ տարբերությունը տեսնի, որ այ մարդ, այս մարդը ուրիշ մարդ է։ Այս մարդը իր շահը չի փնտրում, այս մարդը իմ շահն է փնտրում, այս մարդը իր մասին չի մտածում, այս մարդը իմ մասին է մտածում, վերջապես այս մարդը աշխարհի մեջ ապրում, բայց աշխարհը այս մարդու մեջ գոյություն չունի, այս մարդու ներսում կա մի ուրիշ աշխարհ, երբ որ նայում եմ այս մարդու աշխարհում, այս մարդու ապրած կյանքում, ես տեսնում եմ հանգստություն, ես տեսնում եմ ուրախություն, ես տեսնում եմ սփոփանք, ես տեսնում եմ ապահովություն, բայց դրանք մեր մեջ չկա։ Ինչի, որովհետև Հիսուս Քրիստոս իմ կյանքում չկա։ Հիշում եք նավակոծության մեջ աշակերտներ, երբ որ գնում էին, խառնվել էին։ Հիսուսը հայտնվեց նավակի մեջ ու փոթորիկը հանգստացավ։ Աշակերտների մեջի վախը կորավ, անհանգստությունը կորավ։ Հիմա եթե կա քո կյանքում վախ, տագնապ, անհանգստություն, ալեկոծություն, քեզ մի բան է պակասում, քո կյանքում չկա Հիսուս Քրիստոսը, իմ կյանքում չկա Հիսուս Քրիստոսը։ Երբ որ Հիսուս Քրիստոսը հայտնվի իմ կյանքում, ամեն բան հանդարտվելու է, ամեն բան հանգստանալու է, ամեն բան ճիշտ ճանապարհով է գնալու։ Դու համաձայնվի, քեզ նետի Հիսուսի գիրկը, դու քեզ տուր Հիսուսին, ասա Հիսուս, ես քոնն եմ, դու ինձ տնօրինի, դու ինձ օգտագործի, դու ինձ առաջնորդի, ու լատես քո կյանքում ինչքան օրհնություններ կեղնեն, լատես քո կյանքում ինչքան հոգևոր հաջողություններ կեղնեն, բայց որ մարդը չի համաձայնվում, որ Աստծո խոսքը իրան տնօրինի, չի համաձայնվում, որ Աստծո խոսքը իրան փոխի, իրան տանի դեպի խաչալ Հիսուս Քրիստոսը, այս մարդու կյանքում եսն ա գործում, եսը լավ տեղ չի տանելու, եսը լավ տեղ չի տանելու, ես շուտով գալիս եմ, հրաժարվի քո եսից,
հրաժարվի քեզանից։ Գիտեք, եսս մենակ կարա ինձ լավ ուղղորդի մեղ գործելու։ Եսս մենակ ինձ լավ կարա ուղղորդի երևալու համար։ Ես ինչ քայլեր եմ անում, որ եսիս կամքը չկատարեմ։ Բոլորս էլ ես ունենք։ Ինձ էլ ամիտ գալի։ Երեք մի տեղ է գնում, ասում ա, գիտես ինչ, այն մի մեքենան կանգնած ա, նրանով գնա։ Ինչի համար, որ եսս երևա։ Բայց ասի չէ, սատանա։ Չէ։ Մենք պետք է մեր եսը ամեն օր մեր ոտքերի տակ դնենք, որ հաջողություն ունենաս, որ Աստծո խոսքը քո կյանքում բարձրանա, որ քո հավատքը կառուցվի Աստծո խոսքի վրա։ Ու միշտ հիշի քուրս ու աղբերս, մարդը քեզ մենակ կթողա, մարդը քեզ ճանապարհի կեսին կթողա, բայց ապավինի Աստծո խոսքի վրա։ Աստծո խոսքը քո կյանքում հարցական բաներ չի թողա։ Աստծո խոսքը քեզ ճանապարհի կեսին չի թողա։ Աստծո խոսքը քեզ մինչև վերջ տեղը հասցնելու։ Հավատա այդ Աստծո խոսքին, վստահի այդ Աստծո խոսքին, ամուր բռնի այդ Աստծո խոսքը, ու քո կյանքում կտենաս հրաշքներ, կտենաս նշաններ, կտենաս զորություններ։ Թող Աստված ողորմա։ Բերեք կանգնենք աղոթքի քուրս ու աղբերս։ Մեր տերունական հայր մեր աղոթքով սկսենք մեր պաշտամունքը։ Ու աղոթքի ընթացքում այս համարը նորից եմ կարդում, ասում ա ես շուտով գալիս եմ։ Աստված գալիս է։ Աստծո ոտերի ձայնը լսվում է։ Ուզում եմ այս աղոթքի ընթացքում քննես քո ներսը։ Եթե իմ ու քո կյանքը կառուցված չի Աստծո խոսքի վրա, Աստված գալու է ինձ համար որպես ահեղ դատավոր։ Բայց եթե իմ ու քո ներսը թագավորում է Աստծո խոսքը, իմ ներս ասելու է Հիսուս, ես պատրաստ եմ, ես սպասում եմ, արի ու ինձ տար այն հավիտենությունը։ Քուրս ու աղբերս, բերեք մեր տերունական հայր մեր աղոթքով սկսենք մեր այսօրվա պաշտամունքը։